Երեկ դերասանուհի Լիա Զախարյանը նոր հրապարակում էր արել նկարահանման հրապարակից, որտեղ էլ երևում է, թե ինչպես է սայթաքում եւ ընկնում։ Բարեբախտաբար դերասանուհին որևէ վնասվածք չի ստացել եւ ընկել է անվնաս։ Հրապարակված կադրերն արագ տարածվել են համացանցում ու ակտիվ քննարկումների առիթ դարձել։ Առաջարկում ենք դիտել այն առանց մեկնաբանության։ Շատ կտրուկ էր էս մեկը։ Ընկի ուղիներով հաղորդման հյուրն էր Լիա Զախարյանը, Star News-ը հետևեց զրույցին։ Ինչպես Լիայի մայրը լսեց դստեր ցանկությունն ու ուղղորդեց դերասանական ստուդիա։ Եվ ինչպես հենց այդ ստուդիայում էլ մոռացավ երգչուհի դառնալու երազանքն ու տարվեց դերասանական արվեստով։ Ուսանողական տարիներին, քանի որ երգում էի բոլոր միջոցառումներին, ես գիտեի, որ լավ չեմ երգում, ուղղակի ունեմ սիրուն տեմբր։ Որոշեցի գնալ վոկալի դասերի, որ ուս խորհուրդում ինձ ոչ ոք չասի, բայց այդքան էլ լավ չի երգում, թող այս մի երգին համերգին չմասնակցի։ Ոնց, ես պետքա բոլոր համերգներին մասնակցեմ, իմն ա բեմը։ Ունեի ընտանիքիս կողմից տրված տրանսպորտի գումար, դասերը սկսերոք սանելու գումար եւ մի փոքրիկ գումար չամիչով բուլկի ուտելու համար։ Որոշեցի քսերոքսներս գրել ձեռագիր, որ խնայեի գումարը եւ ընթացքում չէի ուտում, որ այդ գումարը եւս խնայեի։ Վճարեի շաբաթական 2 անգամ վոկալի դասերի համար։ Սկսեցի չուտել, թուլանալ ու վատանալ եւ նորությունը հասավ մայրիկիս։ Բացահայտվեց այն գաղտնիքը, որ չեմ ուտում, ինչու, որովհետեւ գնում եմ վոկալի։ Լիային ուղղված քննադատությունների մի մեծ ալիք բարձրացավ հատկապես վերջին շրջանում մի հաղորդման պատճառով։ Նրան քննարկեցին ու քննադատեցին բովանդակության ու նաև մատուցման ձևի համար, բայց Լիան ասում է դա եւս իր հերթական դերն է, որը պարտավոր էր կերտել որպես դերասանուհի։ Ես եղել եմ կերպարում ու կապ չունի, որ ես վարում եմ հաղորդումը, դա ինձ համար նորություն էր, ռիսկային էր։ Դրան իսկապես պատրաստվել եմ, որովհետև դրա մեջ չեմ եղել, պետք է մաքսիմալ լինեի պրոֆեսիոնալ։ Խոսում եմ սցենարիստի կողմից մշակված սցենարով։ Ես սովորական աղջիկ եմ իմ մասնագիտությունից զատ եւ եթե դուք գրում եք որևիցե վատ բան, դա ինձ ցավեցնում է, տխրում եմ։ Լիա Զախարյանը վերջին շրջանում եղել էր նաեւ տետատետ հաղորդման հյուրը։ Star News-ը առանձնացրել էր հետաքրքիր մասեր։ Լիան հարցազրույցի ընթացքում իր մասին ասել է. «Ունեցել եմ շատ հետաքրքիր մանկություն, ժողովրդական խոսքով ասված համով հոտով։ Ինչպիսին որ լինում են իսկական մանուկները, դրսում խաղալ, ընկերներ, ամեն ինչ ունեցել եմ մի փոքրիկ թերություն։ Ընտանիքս չի եղել լիարժեք։ Լիարժեք ասելով մենք հասկանում ենք հայր եւ մայր։ Ինձ մեծացրել է մայրիկս եւ մայրիկիս ընտանիքը, տատիկս, մորաքույրս, քեռիս եւ պապիկս։ Չեմ կարող ասել, որ այն ժամանակվանից հասկացել եմ հայրիկի դերը եւ զգացել եմ պակասը, որովհետեւ երբ աչքերդ բացելուց տեսնում ես միայն մայրիկին, դու դա ես ընդունում որպես գլոբալ ճշմարտություն։ Ես դեռ ծնված չեմ եղել, երբ ծնողներս բաժանվել են։ Հայրիկիս չէի ճանաչում եւ լսում էի միայն մայրիկիս, մտածում էի, որ ուղղակի մայրս չհարմարվեց եւ չսիրեց։ Երբ մեծացա, գտա հայրիկիս, լսեցի իր տարբերակը, մի բան հասկացա, հարաբերությունների մեջ չկա ընդհանուր ճշմարտություն։ Մայրս իր տեսանկյունից է ճիշտ եւ զոհ, հայրս իր տեսանկյունից։ Ընդունեցի մի փաստ, որ ինձ պետք չի այդ ճշմարտություններից ոչ մեկ, ես ուղղակի ուզում եմ, որ իրենք լինեն առողջ եւ իմ կյանքում։ Ինչպես եղավ, որ Լիա Զախարյանը որոշեց գտնել իր հայրիկին։ Ես առաջին հերթին շնորհակալ եմ իմ մայրիկին, որ ինձ չարացրած չի մեծացրել։ Դեպի իմ հայրը չարությամբ չեմ լցվել, չեմ ատել եւ չեմ մեղադրել։ Մի օր հասկացա, որ մենք ապրում ենք մի երկրում եւ շատ հնարավոր է մոտ ենք իրար ապրում, նույն խանութից գնում ենք հաց, բայց իրար չենք բարևում։ Ես չգիտեմ ով է ինքը եւ դա ինձ մի պահ ցավեցրեց։ Մի օր տները մեր լեզվով ասած ու բորկա անելիս գտնում եմ մի թուղթ, դատարանի բաժանության թուղթը, որտեղ գրված էր հայրիկիս բնակության հասցեն։ Ես ապրում եմ Զեյթուն համայնքում, իսկ ինքն Ավանում, որքան մոտ ենք եղել մենք այդքան տարիներ, որոշում եմ իրեն ճանաչել։ Տատիկի դերը Լիայի կյանքում։ Հիշում եմ իմ մանկության դրվագներից, երբ դեռ դպրոց չէի գնում, 3-4 տարեկան էի։ Ես Գորիսում եմ ծնվել, մեծացել։ Տատիկս այն ժամանակ ապրում էր Սիսիանի Արևույս գյուղում, կռվում էի, որ ինձ տանեն տատիկիս մոտ։
Հիշում եմ, որ տանից փախել էի, որ տատիկիս տունը գտնեի, այսինքն ի սկզբանե ուզում եմ ասել սերը եւ կապը կար։ Մայրիկս երբ տեղափոխվեց Երևան, որ ընդունվի աշխատանքի ավելի բարձր աշխատավարձով կարողանա ինձ ուսման տալ, ես ապրում էի տատիկիս հետ, մինչև դպրոցս ավարտելը, եւ այդ ընթացքում ավելի շատ կապնվեցի իր հետ։ Հետո տեղափոխվեցի Երևան, ընդունվեցի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, մայրս որոշեց, որ պետք է գնա Ռուսաստան, որպեսզի կարողանա հոգալ իմ ուսման ծախսերը։ Այդ ժամանակ ես էլի տատիկիս հետ էի ապրում, նա ինձ համար մայր էր, ես չէի տարբերակում։ Նա բառիս բուն իմաստով ընկեր էր, ցանկացած բան, որը երբեք չէի կիսվի, քննարկի ընկերուհիներիս, մամայիս հետ իր հետ շատ ազատ եւ անկաշկանդ խոսում էի։ Մինչև վերջ տատիկիս մամա էի երբեմն ասում, հասկացա, որ մայրս խանդ ունի։ Մամայի թողած բացն այնքան ինձ շեղեց դեպի տատիկը, որ իմ մաման սկսեց խանդել։ Ես համ ուրախ եմ, որ մայրս ինչ-որ ժամանակ թողել գնացել է եւ դրանով օգնել է իմ ինքնուրույնությանը եւ ինքնության ստեղծմանը։ Համ էլ ինչ-որ չափով նեղվում եմ, որովհետեւ իմ կյանքում կային շատ կարեւոր իրադարձություններ, որոնք կուզենայի կիսել իր հետ։ Եվ կուզենայի ինքը մասնակից լիներ։ Կային պահեր, որ բացի տատիկից կուզենայի գլուխս իր ոտքերին դնել եւ հոնգուր լաց լինել։ Վախենում եմ մեղադրել նաեւ, որովհետեւ ինքն արել է ավելին, քան ինչը ես կարող էի պատկերացնել, լինելով միայնակ մայր։ Շեշտում եմ դա, որ շատերն են միայնակ մայր, բայց 90-ականներին ես հասկանում եմ, որքան մեծ դժվարությունների միջով է նա անցել։ Վերջին անգամ մայրիկիս տեսել եմ տատիկիս թաղման օրը։ 3 տարի է ես մենակ եմ ապրում։ 3 տարի ես թոռնիկ չեմ։ Ինչպիսին էր Լիա Զախարյանի տատիկը իր խոսքով։ Նա շատ սիրուն էր, ես ասում եմ, եթե սիրուն եմ, ուրեմն տատիկիս եմ նման, եթե սենց ուրեմն մամայիս ու պապայիս։ Շատ կանացի էր, խնամված, առողջ էր, հոգով, բնավորությամբ ուտող խմող էր։ Ինքը լուսավոր անձնավորություն էր, նա նույնիսկ իր գնալն այնպես էր արել, որ թեթև լինի։ Ավտովթարի պատմությունը։ Այդ օրը ես մայրուղու վրա 10 տարով ծերացա, ունեմ սպիտակ մազեր, որոնք չեմ ներկում, որովհետև դրանք հենց այդ օրվանից մնացած ցավոտ հիշողություններն են։ Ես շատ զգույշ եմ այս թեման պատմում։ Պատկերացնենք դու քնած ես ու գիտես, որ կողքի սենյակում քնած է քո ընտանիքը։ Պետք է արթնանաք, դու գնաս աշխատանքի, իրենք գնան Գորիս ծնունդ։ Որոշում են քեզ չարթնացնեն, որ դու կես ժամ ավել քնես։ Քեզ քո զարթուցիչի փոխարեն արթնացնում է հեռախոսազանգը լացով եւ ֆիքսում ես միայն վերջին մասը՝ տատին լավ չի, հասի։ Դու մենակ ես, ծնողի բացակայությունն այդտեղ է ցավացնում, չկա մամա, չկա պապա։ Բացել եմ տան դուռը ու գոռացել եմ՝ Արթուն ով կա, մեքենա է պետք։ Հարևանի մեքենայով գնացել եմ ամբողջ ճանապարհին մտածել, որ մենակ չզանգեն, որովհետև լավ բանի համար չէին զանգելու։ Չեմ հասկանում, որտեղ եմ ինձ անարդար դրսևորել, վրիպել, որովհետև զանգն ինձանից շուտ հասավ, չհասցրեցի հրաժեշտ տալ։ Ես շատ եմ սիրում իմ քեռիին, իմ մամային, մորաքրոջս, բայց այդ ժամանակ իմ ցավը ոչ ոք չկիսեց։ Այդ պահին մարդիկ էգոիստ են դառնում, եւ ամեն մեկը մտածում է իր ցավն է ուժեղ, իր ցավն անտանելի է, անընդունելի։ Բոլորը լացում էին, գոռում, ես մի անկյունում կանգնած հասկանում էի, որ իրենք ուզում են, որ հասնեմ իրենց, մամաս ուզում էր, որ իրեն գրկեմ, մխիթարեմ, մորաքույրս էր ուզում, քեռիս իր հերթին ուզում էր, որ մեջքին լինեի, բայց չէ, իմն էլ էր ցավում։ Ես էլ էի ուզում այդ ցավն ապրել։ Ամեն ինչն այնքան շատ էր, որ ես ժամանակ չունեի լացելու եւ ես հասկացա, որ տղամարդ եմ։ Տղամարդ եմ, ով պետք է հարց լուծի, տեսնի ով է թուլ անում, որ կողքին լինի։